Երեք ձեր նախկին թիմակից իմ քայլը խմբակցության падգամավոր ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նախին գումարման падգամավոր է եղել գրառում էր արել, որ հիմնվելով նաև ադրբեջանական մամուլի վրա, ես կարող եմ բառացի մեջ բերել, որ ադրբեջանական մամուլը հույս ունի, որ Սամվել Կարապետյանին իրենց կհանձնեն։ Ինչպես եք մեկնաբանում այս հայտարարությունը, հնարավոր համարում եք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված սա լինի նաև նախապայմաններից մեկը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2021 թվականին Ադրբեջանը հետախուզում է հայտարարել մի շարք հայերի նկատմամբ, այդ թվում Սամվել Կարապետյանի եւ նաեւ Ռուբեն Վարդանյանի, որ այս պահին դատվում է Բաքվում։ Շնորհակալություն։ Դուք ասիք ադրբեջանագետ, դե նման ադրբեջանագետների վերլուծությունների պատճառով էլ մենք հայտնվել ենք այս վիճակում ժամանակին։ Բացարձակ ներողություն արտահայտությանս, տխմարություն է այս վերլուծությունը, որևէ արձագանք, մեկնաբանություն սրան չի էլ կարող հնչել։ Հանրային ռադիո։ Ես էլ կթողնեմ առանց մեկնաբանության, որովհետև կոնսպիրոլոգիաներին երբեք չեմ հավատացել եւ չեմ էլ ուզում, որ ինչ-որ մեկը հավատա։